Հայկական և ռուսական կողմերի միջև ստորագրված 12 համաձայնագրերի վերաբերյալ գնահատականները տարբեր են նոր հայ-ռուսական համագործակցության պատմության մեջ հավաստիացումներից մինչև անբովանդակ և անարդյունավետ թղթերի տրցակ։ Համաձայնագրերից մի քանիսը վերաբերում էին ռուսական բնական գազին։ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, այն Հայաստան կմատակարարվի ներքին գներով։ Հայաստանի ժողովուրդը ամենաշատը 3 տարվա ընթացքում կզգա այս ստորագրված համաձայնագրերի, պայմանագրերի արդյունքը եւ իր կյանքի որակի փոփոխությունը։ Ռուսաստանում գազի 1000 մետր խորանարդի գինը 78.75 դոլար է, իսկ Հայաստանում 179 դոլար։ Այդքան ճանապարհածախս չի կարող լինի, եւ այդ ծախսերը թե որտեղ են գոյանում, այդ մասին էլ մենք բացատրություն միջև այս պահը ոչ հայ-ռուս գազարդից, ոչ էներգետիկայի նախարարությունից, ոչ առհասարակ կառավարությունից չենք ստացել։ Փոխարենը Հայաստանը Ռուսաստանին փոխանցեց հայ-ռուս գազարդի իր վերջին 20% բաժնեմասը, որպես հիմնավորում նշվում է, որ այդ եղանակով Ռուսաստանը զիջեց Հայաստանին իր պարտքի մի մասը 155 միլիոն դոլարի չափով։ Հայաստանում գտնվող գազի ենթակառուցվածքները ամբողջովին այլևս Հայաստանի Հանրապետությանը չեն պատկանում, եւ եթե մենք իրանական գազը, որը կարծում եմ ուշ թե շուտ պետք է փորձենք բերենք, մենք նոր խնդրի առաջ ենք կանգնելու։ Համաձայնագիր ստորագրվեց նաեւ պաշտպանության նախարարության հետ։ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հայաստանը որպես հապ կանտամ Ռուսաստանից զենք կգնի արտոնյալ գներով։ Հարց է առաջանում, եթե Հայաստանն այդ կազմակերպության անդամ է 1992 թվականից, ապա ինչու մինչև հիմա արտոնյալ պայմաններով զենք չի ներկրել Ռուսաստանից, կամ ինչու են հապ կանտամ երկրները զենք վաճառում Ադրբեջանին։ Այս հարցերին Պուտինը չանդրադարձավ, փոխարենը հնչեցին ընդհանրական հայտարարություններ։ Нам бы хотелось, чтобы никогда в этом регионе мира так близко расположенным к российским границам и имеющим такие тесные связи с Российской Федерацией, никогда больше не лилась кровь. Ձևավորվեց նաև նախագաների խորհուրդ, սա քաղաքական վերլուծական շրջանակներում գնահատվեց որպես ստորագրված ամենակարևոր փաստաթուղթ եւ սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը, որի արդյունքում Ռուսաստանը հնարավորություն է ստանում Հայաստանում պաշտոնապես նախագահի մակարդակով որոշումներ ընդունել։ Բարձրաձայնումների հետ հանրապետականները համաձայն չեն։ Մարգարիտ Եսայանը վստահեցնում է, այդ պարագայում առաջինը կլիներ, ով դուրս կգար փողոց պայքարելու։ Մեկ բան անբեկանելի է, մեկ բան մենք ընդունել ենք ազգովի 22 տարի առաջ, որ Հայաստանի Հանրապետությունը ազատ եւ ինքնիշխան պետություն է։ Սահմանադրության մեր այս կետի հետ կապված որևէ փոփոխություն ուղղակի բացառում եմ։ Իրան-Հայաստան երկաթուղու վերագործարկումը Ռուսաստանի Դաշնության նախագահը համարեց ֆինանսապես բարդ նախագիծ, իսկ հայկական ատոմականի նոր բլոկի կառուցման ֆինանսավորման հարցը ընդհանրապես չքննարկվեց։ Ցանկացած համաձայնագիր, որը ստորագրվում է, պոտենցիալ առումով ուրեմն մենք ունենք հնարավորություն այդ համաձայնագիրը դարձնել այնպես, որ Հայաստանի Հանրապետության համար լիներ ավելի նախընտրելի։ Ի դեպ, օրեր առաջ Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինն ընդունելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին հայտարարել էր Թուրքիայում 20 միլիարդ դոլարանոց ատոմակայան կառուցելու ծրագրի մասին։ Նայիրան Ալբանդյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։